Ողջույն հարգելի հետևորդներ, մենք այս պահին Մայր Հայաստանի ներկայացուցիչներով գտնվում ենք Էջմիածնում, քիչ առաջ ծաղիկներ խոնարհեցինք Վազգեն Սարգսյանի կիսանդրու ներքո, այսօր հոկտեմբերի 27-ն է և 99 թվականի այդ ոճրագործությունից հաստանյակներ են անցել, բայց բոլորս ենք հիշում և հասկանում, թե ինչ է տեղի ունեցել։ Ես կուզենայի զուգահեռներ տանել Նայիրի Հունանյանի գլխավորած խմբի և Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբակի միջև, նրանք շատ են իրար նման, երկուսն էլ պետականության դեմ են գործում և գործել, երկուսն էլ ատելության քարոզ են տարել, երկուսն էլ իրենց թշնամանքը, ատելությունը ներդրել են հասարակության մեջ և երկուսն էլ հակապետություն են ներկայացնում և երկուսի տերերն էլ, այսպես ասած, դրսի տերերի մասին է խոսքը, երկուսի դրսի տերերն էլ նույնն են, նույն շրջանակն են, որովհետև դա ձեռնտու էր միայն Հայաստանի Հանրապետության թշնամիներին, ցավով պետք է արձանագրել, որ Վազգենի հիշատակը այսօր պղծվում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կողմից, որը փաստացի Արցախը դավաճանաբար հանձնեց Ադրբեջանին, այլ նաև պղծվում է Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամի կողմից, այդ մասնագիտություն ունի այդ տղան, ինքը աշխատում է Վազգեն Սարգսյանի եղբայր և այդ եղբայր անունը շահագործելով և աճուրդի հանելով իր մասնավոր շահերն է հետապնդում և հիմա էլ վաղաշաբաթի ընտրությունների մասնակցում է, որպեսզի կցորդի ֆունկցիա կատարի Նիկոլ Փաշինյանի համար։ Մենք այս ամենը դատապարտում ենք, մենք կարծում ենք, որ այդ կրակոցները հոկտեմբերի 27-ի ուղղված էին մեր պետականության դեմ և այդ կրակոցները հիմա շարունակում է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը և Նայիրի Հունանյանը գաղափարակից ընկերներ են, որովհետև երկուսն էլ դրսի պատվերն են կատարել և կատարում ու երկուսն էլ հարվածել են մեր պետականությանը։ Այս առումով մենք շատ անելիքներ ունենք և պետք է մերժենք քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին և իր կցորդներին և մենք վաղաշաբաթցիներին կոչ ենք անում այս ընտրությունները օգտագործել որպես նախերգանք, նախաբան համապետական փոփոխությունների հասնելու համար։ Այս պահին արդեն մենք կշրջենք Էջմիածնի փողոցներով, բակերով, մարդկանց հետ կհանդիպենք և նրանց կներկայացնենք մեր ծրագրերը։ Սիրելի վաղաշաբաթի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը, մեր քվեաթերթիկն է համար 4, մենք ձեզ բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, միացեք որ փոխենք, միացիր
որ փոխեք, միացիր, որ փոխեք, միացիր։ որ փոխեք։ Հարգելի վաղաշապատցիներ, Էջմիածնի սիրելի բնակիչներ, նոյեմբերի 16-ին կայանալու է վաղաշապատի ավականու արտահերտ ընտրություն։ Այն շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն քաղաքային կյանքը բարելավելու, համայնքը զարգացնելու, այլ նաև քաղաքական փոփոխությունների հասնելու համար։ Մայր Հայաստանը թիվ 4 քվեաթերթիկն է։ Մենք հանդես ենք գալիս փոփոխությունների ծրագրով։ Մեր ծրագիրը քաղաքական է ու քաղաքային, արժանապատվային, քաղաքացիական պայմանագիրը թուրք-ադրբեջանական օրակարգով հարձակվել է հայ առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Դա ոչ թե առանձին հոգևորականների դեմ հարձակում է, ոչ թե բարեփոխմանն է միտված, այլ հակաքրիստոնեական շարժում է, որովհետև Փաշազադեի հրահանգով Նիկոլ Փաշինյանը ուզում է դավանափոխ հայերին, եւ սա արդեն արժանամակարգային ինքնության խնդիր է։ Հարգելի վաղաշապատցիներ, մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին, քվեարկել համար 4-ի օգտին, որպեսզի վրընդենք քաղաքացիական պայմանագիր կոչվող խմբակին եւ դնենք զարգացման հիմքերը։ Ձեր մասնակցությունը կարևոր նշանակություն ունի։ Յուրաքանչյուրից է կախված, թե ինչպիսին է լինելու համայնքի ապագան։ Բարև երեխեք ջան։ Յուրաքանչյուրից է կախված, թե ինչպիսին է լինելու մեր երկրի ապագան։ Նոյեմբերի 16-ին դուք քվեարկելու եք փոփոխությունների օգտին եւ պետք է մերժեք քաղաքացիական պայմանագրին։ Մայր Հայաստանը քաղաքի մեր սիրելի Էջմիածնի համար ունի զարգացման բազում ծրագրեր։ Մենք առաջարկում ենք Հայաստանի տուրիստական կենտրոններից մեկը դարձնել մեր սիրելի Էջմիածինը եւ դրա համար բոլոր հնարավորությունները կան։ Մայր տաճարի եւ մյուս պատմամշակութային արժեքների արտահայտությունը հնարավորություն է տալու ոչ միայն ներգնա, այլ նաև արտաքին տուրիստների հրավիրել մեր սիրելի քաղաք, մեր սիրելի Էջմիածին եւ դրանով նպաստել տեղական տնտեսության զարգացմանը, զբոսաշրջության զարգացումը իր հետևից կբերի տարբեր ոլորտների զարգացում։ Մենք հենց դա ենք առաջարկում եւ դրա համար համայնքի ղեկավարությունը անելիք ունի, սկսած գովազդային քաղաքականությունից վերջացրած ենթակառուցվածքների զարգացումը, հյուրանոցային բիզնես, ազատ ժամանցի հնարավորության ապահովում, խաղահրապարակներ, զբոսանքի վայրեր, այգիներ, այդ ամեն ինչը բացակայում է հիմա, կամ գրեթե բացակայում է։ Մենք այդ փոփոխությունները կարող ենք բերել միասին։ Դրա համար կոչ ենք անում ձեզ քվեարկել համար 4-ի օգտին, Մայր Հայաստանի օգտին, որը թիվ 1 ընդդիմախոսն է գործող իշխանության։ Մեր կարգախոսն է միացիր, որ փոխենքը։ Դուք պետք է միանաք, որ մենք կարողանանք փոխել այս իրավիճակը։ Միացիր, որ փոխենք։ Միացիր, որ փոխենք։ Միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան։ Միացիր, որ փոխենք։ Հարգելի վաղաշապատցիներ, Մայր Հայաստանը ձեզ է ներկայանում կառավարման փորձ ունեցող թիմով։ Մենք լսելով չի, որ գիտենք ինչ է նշանակում համայնքի կառավարում։ Մեր ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանը եւ Դավիթ Կարապետյանը բազում տարիներ
համայնք են ղեկավարել, իրենց համայնքում աշխատանքներ են իրականացնել եւ ձեր առաջ հանդես են գալիս պարշճակատով։ Հայաստանը քաղաքական պատասխանատվություն է կրում այն ծրագրի իրագործման համար, որը մենք ձեզ ներկայացնում ենք։ Սա քաղաքական ընտրություն է, որքան էլ որ փորձեն խուսափել դրանից, սա քաղաքական պատասխանատվության հարց է, եւ մենք թիմով ենք հանդես գալիս։ Նիկոլ Փաշինյանը վախից չի մտնում Վաղարշապատ։ Թող այս փողոցները տեսնի, որ կտրկծում ասֆալտապատում են արել, հիմա դուք եք կարող եք տեսնել։ Թող այս չհավաքված փողոցները տեսնի, աղբի կուտակումները տեսնի, թող գա թափառող շրների հետ շփվի, այդ մենակ չալով չէր, որ եկան, քայլեցին ու խաբեցին այդ շամները գցեցին։ Հիմա այստեղ խնդիրն է, որ թափառող շրների քանակը այնքան է շատացել, որ մարդկանց համար խնդիրներ են առաջացնում։ Մենք ունենք դրա քաղաքակիրթ լուծման տարբերակը։ Մի կողմից ասում են շներին պետք է գյուլել, դա մենք չենք ընդունում։ Մյուս կողմից էլ ասում են թե ինչ ուզում են անեն։ Այսինքն մարդկանց են անտեսում, երեխաներին են անտեսում։ Սրա միջինացված լուծումը կա, ժողովուրդ ջան։ Սրա լուծումը այն է, որ մենք ապաստարանների ստեղծման միջոցով, ստեղծման միջոցով, ճիշտ կառավարման միջոցով կարողանանք թափառող շների խնդիրը լուծել եւ վայրենություն չանենք։ Շատ քաղաքակիրթ լուծման տարբերակներ կան։ Սա էլ է շատ կարևոր։ Այնպես որ հարգելի Վաղարշապատցիներ, ուշադիր կարդացեք մեր ծրագրերը։ Դրանք հասանելի են համ համացանցում, համ հիմա մենք ձեզ բուկլետներով կբաժանենք։ Շատ կարևոր է, որպեսզի դուք ընտրեք եւ ծրագիրը եւ քաղաքական թիմը։ Քաղաքական թիմը Մայր Հայաստանն է։ Մենք որտեղ որ ներկայացված ենք մեր աշխատանքով, մեր նվիրվածությամբ ցույց ենք տվել մեր էությունը, մեր սկզբունքայնությունը։ Նույնը լինելու է նաեւ Վաղարշապատում։ Այդ իսկ պատճառով մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին, քվեարկել համար 4-ի օգտին, ողջունում ենք ձեզ։ Եկեք նա ծափահարություններով մեր քաղաքացիներին ողջունենք, անպայման ծանոթացեք ծրագրերին եւ հետևեք մեր քարոզչությանը։ Ինչպես եւ արդեն ասել ենք, մենք լինելու ենք բոլոր գյուղերում, քաղաքի բոլոր հատվածներում եւ ներկայացնելու ենք մեր մոտեցումները։ Քվեաթերթիկ համար 4 Մայր Հայաստան։ Մայր Հայաստան։ Համար 4 Մայր Հայաստան։ Միացիր, Որ փոխենք։ միացիր, Որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։
Ոստանն ես դու մեր դրբրության, տապցիր կոչնան, նոր պայքարի ողջայության։ Սիրելի աղաշապատցիներ, մենք ներկայացնում ենք Բայ Հայաստանը։ Մեր հոգևոր մայրաքաղաքի ապագա ընտրությունները ունեն շատ ավելի մեծ նշանակություն, քան պարզապես տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները։ Սիրելի էջնածինցիներ, հարգելի աղաշապատցիներ, Բայ Հայաստանը ներկայանում է ձեզ ներկայանալի թիմով, հստակ թե քաղաքական ասելիքով, թե կառավարչական փորձով, թե երիտասարդական արյունով։ Սիրելի աղաշապատցիներ, այս ընտրությունները շանս են հատկապես ձեր համար, որպեսզի առաջին կասեցումը լինի Վարդաթողի վրա տեղի ունեցող այս զանգվածային հարձակման։ Ողջունում ենք, բարև ձեզ, լավ խաղաղ օր ենք մաղթում ձեզ, մենք Բայ Հայաստանն ենք, համաչորոտ քվեաթերթի։ Սիրելի աղաշապատցիներ, ակնհայտ է, որ 21 թվականից ի վեր քաղաքացիական պայմանագիրը պարտվում է խոշոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։ Երևանում չկարողանալով հաղթել, մի կերպ դավադրություններով կարողացան զավթել իշխանությունը և տեսնում եք դրա հետևանքները, թանկացած տրանսպորտ, թանկացած կարմիր կետագծեր, բարձր կոռուպցիա, բյուջեի մսխում և զանգվածային խրախճանքներ։ Քաղաքացիական պայմանագիրը պարտվեց Վանաձորում, ընտրված քաղաքապետին բանտարկեց։ Քաղաքացիական պայմանագիրը պարտվեց Գյումրիում, էլի ընտրված քաղաքապետին բանտարկեց։ Քաղաքացիական պայմանագիրը պարտվեց Փարաքարում, ընտրված ընդդիմադիր քաղաքապետը սպանվեց։ Քաղաքացիական պայմանագիրը պարտվեց Բերդում։ Եվ այժմ հերթը ասել է, որ Վաղարշապատում նույնպես քաղաքացիական պայմանագիրը ծնկի գա քաղաքացու քվեի առաջ և հասկանա, որ իր օրերը հաշված են և առաջիկա համապետական գործընթացներում քաղաքացիական պայմանագիրը որպես անցյալի մղձավանջ կմնա բոլորի հուշերում։ Դրա համար ինչ է պետք, անպայման մասնակցեք ընտրությունների, գնացեք ընտրատեղամաս, վեցեք թիվ 4 քվեաթերթիկը, ձեր վճռական ոչը ասեք ՔՊ-ին և այոն Բայ Հայաստանի, այսպիսով Բայ Հայաստան, համար չորս, միացեք,
Միացեք։ Որ փոխենք։ Հարգելի վարչապետներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը։ Մեր քվեաթերթիկը համար 4-ն է։ Համար 4 քվեաթերթիկը նշանակում է դրական փոփոխություններ եւ քաղաքական կյանքում եւ համայնքի կառավարման գործում։ Նիկոլ Փաշինյանը խոսն է։ Մենք բազմաթիվ ծրագրեր ենք ձեզ ներկայացնում, որոնց կյանքի կոչման դեպքում համայնքային կյանքը մենք դες կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությունների, մերժել քաղաքացիական պայմանագրին ու նրա գծորդներին եւ ի վերջո քննարկել համար 4-ի Մայր Հայաստանի օգտին։ Քաղաքական փոփոխությունները արժևում են։ Սա լավ հնարավորություն է քաղաքական ապտակ հասցնել օրվա անփառնայք իշխանությանը եւ ձևավորել նոր արդյունավետ իշխանություն։ Մեր կարգախոսն է միացիր, որ փոխենքը, միացիր, միացիր, Ժորժ ջան, անպայման ծանոթացեք ծրագրերին, մենք ողջունում ենք ձեզ, Մարի ջան, ողջունում ենք ձեզ, ծանոթացեք ծրագրերին, եկեք նա ծափարեք մեր պատիներին, անպայման հասկացեք ընտրությանը։ Հեշտացնում բազմաթիվ խնդիրներ կան։ Առաջինը դա քաղաքի կառավարման անարդյունավետ վիճակն է։ Մենք խոստանում ենք վերանայել բյուջետային քաղաքականությունը եւ պայմաններ ստեղծել բյուջեի ավելացման եւ քաղաքի կառավարումը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Երկրորդը քաղաքացիական պայմանագիրը, ինչ հայտնվել է իշխանության, վճարովի է դարձրել մանկապարտեզները։ Մենք առաջարկում ենք մանկապարտեզները դարձնել անվճար։ Սա շատ կարևոր հանգամանք է եւ մենք հենց առաջին օրվանից ձեր վստահության քվեին արժանանալուց հետո անվճար ենք դարձնելու մանկապարտեզները։ Վերանորոգելու ենք այն մանկապարտեզները, որոնք դրա կարիք ունեն։ Նոր մանկապարտեզներ կառուցելու հնարավորություններ են ստեղծելու։ Մենք հիմա Էջմիածնի սեփական տների հատվածում ենք գտնվում։ Հիմա միկրոֆոնի հետ կապված խնդիրներ առաջացել կարգավորել եւ քաղաքացիներին ներկայացնենք մեր ծրագրերը, որոնք սոցիալական փաթեթ են նաեւ ներառում։ Դա ենթադրում է տրանսպորտից օգտվելու հնարավորություն, բայց դրանից առաջ նաեւ տրանսպորտային համակարգը բարեփոխելու հնարավորություն։ Մեր քաղաքային տրանսպորտը շատ անմխիթար վիճակի մեջ է եւ մենք դա արձանագրել ենք, քաղաքացիներից բողոքներ ենք ստացել։ Խնդիրներ կան նաեւ գյուղերից քաղաք, գյուղերից Երևան տեղափոխման հետ կապված։ Մենք նոր հանգույց ենք ստեղծելու եւ տրանսպորտային համակարգը բարեփոխել ենք դրա համար։ Ուսանողները, թոշակառուները, հաշմանդամները, պատերազմի զոհերի ընտանիքի անդամները հնարավորություն են ունենալու կամ անվճար կամ զգալի զեղչով ապահովել իրենց տեղափոխումները, երթևեկությունը։ Այս առումով մենք լուրջ առաջարկներ ունենք։ Առաջարկ կա նաև քաղաքի խելացի կառավարման հետ կապված, այսինքն էլեկտրոնային համակարգի ներդրում, որի միջոցով քաղաքացիները ակտիվորեն կարող են շփվել եւ մասնակցել քաղաքային կյանքին եւ բյուջեի ձևավորմանը եւ քաղաքի եւ համայնքի զարգացման ծրագրերին իրենց առաջարկներով, իրենց մոտեցումներով։ Կանաչ քաղաք համակարգը, որ մենք առաջարկել ենք, վերաբերում է կանաչ գոտիների ստեղծմանը եւ խնամքին հետևելուն։ Սա շատ կարևոր է, որովհետև տեսեք ինչ են ասում մեր հետ պարզ քաղաքացիները, երբ որ շփվում են։ Իրենք ասում են, որ քաղաքի կենտրոնը միայն եկեղեցու հատվածն է դառնում туриզմի համար
ցանկալի, իսկ մնացած հատվածները դուրս են մնում, կարծես քաղաքը չի ապրում դրան։ Մենք պետք է այնպես անենք, որ մարդիկ ներգրավվեն։ Բարև ձեզ Հայ ջան, եկել եք։ Շուտ բանում եք ասում։ Հոջան ներկայացված է այլ դաշինք։ Այն ադաշինք։ Ես ես առաջարկում եմ դրանից անդրոնից հետո որոշեք։ Ես չեմ ասում գնացել։ Դա հարցը չէ։ Այնպես անել մարդը գիտակցեն։ Չեն գիտակցեն, ոչ ոք չի գիտակցեն։ Ոչ ոք չի գիտակցեն։ Ցավոք սրտի տեսել։ Իշխանական կախած չկա։ Դա մի բան Եկի խոսքերն ա տեղի ունեցել։ Աստվածաշնչը անասուններից սաղաթուկ կնում։ Այն ինչ որ տեղի է ունենում, անասունից սաղաթուկ կամքալի չեմ։ Մտքից ծայրով չեր կարող ասել, այն ինչ որ տեղի է ունենում։ Մաղվելիա, այս նորորակը մաղվելիա, ովքեր որ անարգեցին միաս մարդ լինելու, արժանապատությունը, պատասխանատվությունը, դա դժվարի է, դա վարքյանների հարց է, էզի լապի համար գնացել է, որ երկու Մենք չենք ուզում հենց դրա դեմը Հարգելի վաղաշապատցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, վաղաշապատի աղաքանու ընտրությունների մեր քվեաթերթիկը համար 4-ն է։ Մենք ձեզ կոչ ենք անում, ակտիվորեն մասնակցել ընտրություններին, մերժել քաղաքացիական պայմանագրին և ձեր քվեարկությամբ սկիզբ դնել դրական փոփոխությունների։ Մայր Հայաստանը թիվ 1 ընդդիմախոսն է օրվա իշխանության։ Մենք գաղափարական, տեսակային, քաղաքական բոլոր առումներով հակադրվում ենք օրվա իշխանությանը։ Եթե դուք ուզում եք փոփոխություններ, ապա քվեարկեք Մայր Հայաստանի օգտին։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր, ողջունում ենք ձեզ Մայրի ջան։
Մենք լուրջ սոցիալական փաթեթ ենք առաջարկում վաղաշապատցիներին եւ տրանսպորտի հետ կապված, եւ անվճար մանկապարտեզների հետ կապված, եւ երիտասարդության հետ կապված, քաղաքում էջմիածնում, որը համայն հայության հոգևոր մայրաքաղաքն է, երեկոյան 6-ից հետո կյանքը կարծես կանգ է առնում։ Զբոսանքի վայրեր կամ չկան, կամ անմխիթար վիճակում են։ Ժամանակակից այսպես աշխույժ սրճարանային համակարգ չկա, տեղական փոքրիկ արտադրություններ չկան, մարդկանց ստարտափերի հնարավորություններ չկան։ Այս ամեն ինչը մենք նախատեսում ենք, որ պետք է ստեղծենք։ Համայնքի ղեկավարությունը պետք է բոլոր նախադրյալները ստեղծվի, որպեսզի ենթակառուցվածքները զարգանան, որպեսզի տուրիզմը զարգանա, որպեսզի մենք լրացուցիչ գումարներ ներգրավենք բյուջե եւ կարողանանք նորմալ աշխատանքներ իրականացնել։ Այս առումով Մայր Հայաստանը շատ իրատեսական, մասնագիտական առումով բարձր որակի ծրագիր է ներկայացրել եւ մենք ակնկալում ենք ձեռքբերել, որպեսզի փոփոխություններ բերենք համայնքում, որպեսզի այդ փոփոխությունները հետո հասցնենք ամբողջ Հայաստանին։ Առանց չափազանցության, սիրելի վաղաշապատցիներ, սիրելի էջմիածինցիներ, ամբողջ Հայաստանը ձեզ է նայում, ձեզ է հետևում։ Մարդիկ փոփոխությունների ակնկալիք ունեն։ Մայր Հայաստանը մտել է պայքարի մեջ, ողջույն հայրիկ ջան, անպայման ծանոթացեք ծրագրին։ Մայր Հայաստանը մտել է պայքարի մեջ, միացիր, հարգելի քաղաքացիներ, ողջունում ենք ձեզ, անպայման ծանոթացեք մեր ծրագրերին, մասնակցեք ընտրություններին, որպեսզի դրական փոփոխությունների հասնենք, բարև ձեզ։ Ձեզ լավ ենք մաղթում եւ անպայման ուզում ենք, որ ծանոթանաք ծրագրերին եւ մասնակցեք ընտրությանը։ Ժորժ, անայք ողջունում ենք մեր քաղաքացիների ծափահարություններով։ Դե ոնց հասկացա, ասма կամաց մոտենում ենք մերոնց տներին։ Կարևորը բոլորին տեղեկացրեք, որ 16-ին մասնակցել են ու իրենց ակտիվ ներգրավվածություն ունել են։ Դե ձեզ լավ աշխատանքային օր է, մեր հետ հավասար աշխատեք։ Հարգելի վաղաշապատցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք ներկայացնում այս ընտրություններին։ Մեր ծրագրերը առանց չափազանցության մրցունակ են, բարև ձեզ, հայրիկ ջան։ Ամենակարևորը ակտիվ մասնակցեք, որովհետև ձեզանից է կախվածնելու փոփոխությունների
Հարգելի վաղաշապատցիներ, սիրելի էջմիածինցիներ, նոյեմբերի 16-ին բոլորը ամբողջ Հայաստանում հետևելու են ձեր գործողությանը, բոլորը փոփոխությունների ակնկալիք ունեն, բոլորը այս օրվա տխրահարճակ իշխանությանը հեռացնելու ցանկություն ունեն եւ հիմա ձեր ձեռքում է այդ փոփոխությունների բանալին, բարը ձեզ, ողջունում եմ ձեզ եւ այդ փոփոխությունների բանալին ճիշտ պետք է օգտագործել, ընդամենը մի քանի րոպե այցելում եք ընտրատեղամաս, մերժում եք քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին, մերժում եք դրա դրածուներին, քվեարկում եք Մայր Հայաստանի օգտին եւ վստահ եղեք, որ մենք տեր ենք կանգնելու ձեր քվեին։ Իշխանափոխությունը վաղաշապատում կհանգեցնի նաեւ հետագայում ամբողջ Հայաստանում իշխանափոխությանը։ Սա շատ կարևոր ընտրություն է։ Համայնքային կյանքի հետ կապված է։ Սրանք ինչքան ձեր կյանքը կերել են, տարբեր համայնքներում հողերը սեփականաշնորհելով, կոռուպցիայով զբաղվելով, իրանց թալանչիների ձեռը կրակնկնելով եւ նոր թալանչիներ դառնալով, մենք այս ամեն ինչին վերջ ենք դնում, բարը ձեզ հայրիկ ջան։ Մենք ձեզ խոստանում ենք, որ գեր թափանցիկ կառավարում է լինելու, որովհետև ճիշտ է սրանց կյանքը կարճ է կառավարությունում, բայց կառավարությունը հետևելու է մեզ, մեր իշխանության դեպքում, հասարակությունը հետևելու է, Մայր Հայաստան կուսակցությունը ինքը, Մայր Հայաստան շարժումը ամբողջությամբ հետևելու է իր դիմակիցների գործունեությանը վաղաշապատում, հետևելու են մյուս խմբակցությունները, նույն քաղաքացիական պայմանագիրը, որը այդ ժամանակահատվածում մինչև իր վերջնական փլուզումը համապետական ընտրություններից հետո լինելու է մեր ընդդիմությունը, իրենք են աշկերը 4 արած նայելու, այնպես որ դուք ավելի բարձր որակի կառավարում եք ստանալու, քան իշխանության պարագայում կլինի, որովհետև մենք շահագրգռված ենք լինելու բարձր արդյունավետությամբ կառավարել, որպեսզի ձեր քվեն ակնկալենք նաև համապետական ընտրությունների ժամանակ։ Իսկ եթե սրանք կհոխորտան, կգորգորան, կբամբասեն, կվախացնեն, թե իբր օրինակ կառավարությունից դոտացիան չեն տալու, դա իմացեք, որ այդ փողը Նիկոլեի որ Բոստանից չի բերել, որ բյուջեին փող հատկացնի տեղական կամ ոչ։ Դա օրենքով սահմանված կարգով է, այդ դոտացիան, որ տալիս են, դա օրենքի պահանջ է եւ իրենք չեն կարող այդ դոտացիան չհատկացնել, դա մեկ, երկրորդը մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի տեղական միջոցները ավելացնելու հնարավորություն ստեղծվի եւ մենք նաեւ տեղական բյուջեով կարողանանք քաղաքը, համայնքը արդյունավետ կառավարել։ Ողջունում եմ ձեզ, բարև ձեզ։ Սա շատ կարևոր հանգամանք է, սիրելի ժողովուրդ։ Սրանց վախացրած բաներից պետք չի ընկրկել, սրանց վարչական ռեսուրսի դեմ առնելու համար հնարավոր է բարձր մասնակցությամբ ընտրությունների, այս վարչական ռեսուրսի դեմ առնել հնարավոր է այդ մեր բարձր մասնակցությամբ։ Դրա համար մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությունների, քվեարկել համար 4-ի Մայր Հայաստանի օգտին։ Հարգելի էջմիածինցիներ, ձեր բոլոր խնդիրներից տեղյակ ենք, մանրամասն ուսումնասիրել ենք, հետազոտական խմբեր են աշխատել եւ վեր են հանել բոլոր այն հարցերը, որոնց պատասխաններին դուք սպասում եք։ Սկսած փողոցի ասֆալտապատում, վերջացած թափառող շների խնդիրներ, լուսավորության հարցեր, քաղաքային տրանսպորտ, սոցիալական խնդիրներ եւ այլն։ Այս առումով մենք մեր լուծումներն ենք ձեզ առաջարկում եւ ակնկալում ենք ձեր քվեն։ Այնպես որ ակտիվ մասնակցեք ընտրություններին։ Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթի համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշապատ սուրին մեջ միացի իմ Մայր Հայաստան Վաղաշապատ ոստան ես դու մեր դեպրության բացի տոչկան նոր պայքարի ողջայության
Սիրելի մահաճապատիներ, սա է Շիրազի 7-րդ դպրոցն է։ Սա դպրոցի բակի իրավիճակն է, նայեք, տեսեք ձեր աշխով, որը որ իրանց պահած երեխաները դպրոց են գալի, սա բակի վիճակ է, սա դպրոցի բակի վիճակ է, սա մայթերի վիճակ է դպրոցում։ Թող ժողովուրդ իմանան մեր ամեն մի խոսքը գործ է լինելու, գործ, որը որ խոսքում չեն տալի, չեն գնում, չեն կորում։ Մենք դինելու ենք մեր ժողովրդի կողքին ու մեր ժողովրդի ամեն մի հարց բարձրացնելու ենք, որ ժողովուրդը իմանա։ Հարգելի մահաճապատիներ, դպրոցների, անկապարտեզների հետ կապված մեր ծրագրերում կան կետեր, որոնց առաջարկում ենք անպայման ծանոթանալ։ Կրկնեմ, մանկապարտեզները դառնալու են անվճար։ Սրանք եկել են վճարով են սարքել։ Մենք հետ ենք պատկասնելու այդ որոշումը եւ սարքելու ենք անվճար։ Մենք սոցիալական փաթեթ ենք առաջարկելու կանանց, ովքեր որ աշխատանքի ներգրավվածության խնդիր ունեն։ Դա կլինեն առանձին ստարտափերի տեսքով կամ կլինեն առանձին երիտասարդական ծրագրերի զարգացման տեսքով։ Մենք սոցիալական փաթեթ ենք առաջարկելու թոշակառուներին, հաշմանդամներին, պատերազմի զոհ ունեցող ընտանիքներին, ուսանողներին, որոնք կամ տրանսպորտային համակարգից օգտվելիս, կամ այլ ծրագրերից օգտվելիս կարող են ակնկալել համայնքի աջակցությունը։ Այո, ակտիվ մարդկանցը որին այս է դպրոցի վիճակը, այս է երեխաներին, այս է իրանց բաց դպրոցի բակերը, աղբը, կանանչապատում, մի հատ դպրոցի բակում կանանչապատում չկա։ Դորջան, Դավիթն է, Գրիշան է, երկարտարներ համայնքի ղեկավար են եղել։ Մեր ամեն մի խոսքը գործ է լինելու, մենք չենք գալու Երևան ու կորենք գնանք, չի լինելու տեսքա։ Մենք լինելու ենք ժողովրդի կողքին, ցանկացած հարց արձագանքելու ենք ու լինելու է այն որ առաջը ցած։ Հիմա նախին քաղաքապետը ուր է։ Այդ նախին քաղաքապետի նույն կուսակցությունը հիմա էլ մեկին է բերել։ Նույնն են, իրանք բոլորը նույնն են։ Կարող է Ղարաբաղը։ Չէ, իրաց տունն է։ Դուք հասկանում եք, որ մենք երեխա ենք։ Դպրոցը քանդվելու է երեխա։ Դպրոցը պիտի քանդել։ Դրա համար ոչ մի բան չէ։ Ինչի համար են քանդում։ 70 տարվա ֆունդամենտալ կանայցի շատ անդելու։ Շորժան ամենակարևորը մասնակցեք ընտրությանը։ Դեպը չոսա։ Դուք եք դժգոհում որ քաղաքային տրանսպորտ չկա։ Հա դե դի մի քաղաքային է կարտա դրա։ Չի աշխատում։ Չեն կարող աշխատել։ Չեն կարող աշխատել։ Գիտելա։ Իսկ քաղաքականացումը համարած Էջմիածի երևի միակ քաղաքն է ամբողջ Հայաստանը, որ ավտոկանը կենտրոնում է։ Ավտոկանը պետք է լինի դուրսը քաղաքից, որ մնացած ավտոբուսները գանեն դեր կանգնեն։ Երևանից եւ այդ մեքենավոր ժողովուրդը գալիս է, իշտի նստի այդ տրանսպորտը գնա հասնի իր տունը։ Եթե հակառակն եղավ, ուրեմն չի աշխատի, դրա չի աշխատի։ Ներ քաղաքային տրանսպորտ կա թե չկա։ Հիմա միայն բոյնն է, Չարենցավան ու Չարես Դաղամասից դեպի Զվարթնոց, հա։ Ու Ավան բան է, ակադեմիա։ Բա ինչով են մարդիկ տեղափոխվում։ Այստեղ թող ամեն մի տուն իրական տասը։ Εμի այդ պրոբլեմը մեքենայի պրոբլեմը չկա, բայց ամեն դեպքում հասարակական տրանսպորտը պետք է լինի։ Դրա համար պետք է պահես, դպրոցը կենտրոնա, առաջին հաստանոքում պետք է դրվի, գրվի, որ ժամին ոնց երբ կգա, որ մարդը ինտեն ցանկանում է դրանով գնա, իմանա, որ այս ժամին այդ մեքենան գալու է, գնա։ Այս ձևի, պետք է կազմակերպի, արվի, ահագին բաները, փողոցները պետք է սարքվի, որ մեքենաներ չջարդվեն, գնան, Ջանիկս է։ Կարևոր է։ Բարձրաձայնում եք։ Սա շնորհակալություն ժողովուրդ։ Մենք էլ իրենց ենք, ասենք
Ստանդարտները կմաքրենք, բանենք, մեքենա Անցումից մեկ անգամ կարող կազմակերպել։ Աստված երեք ստեղծել է։ Ես անգամ Մայր Հայաստան կուսակցություն Գրիժահարությունյան, Դավիթ Կարապետյան, Հրպսինե Լուկաչյան, Քրեաթերթի համար 4 միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն Քրեաթերթի համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշապատ սուրին, էչ միացին, Մայր Հայաստան Վաղաշապատ Ոստան ես դում էլ դպրության Տապսի կողշնավ Նոր պայմարի կողշայության Հոզորավոր աչակացի Խաշը երկրի բազի Սերին վաղաշապատ սուրին Էչ միացին Մայր Հայաստան Կանցնեն օրեր ապրելության ու տխրության Եկել է ժամը կողաչի շուշնիության Սեր ուրասին կողքու հավոր Վաղաշապատ Սերին վաղաշապատ սուրին Էչ միացին Մայր Հայաստան Ելի է քո խոսքը ասա Չարի մատին, սրտին ու անհավատին Մայր տաճարի, նույսը հոբին Կեզ պահպանի ասողոտին Սերին վաղաշապատ սուրին Էչ միացին Մայր Հայաստան Սերին վաղաշապատ սուրին Էչ միացին Մայր Հայաստան Մայր Հայաստան կուսակցություն միացիր, որ փոխենք Մայր Հայաստան կուսակցություն Քրեաթերթի համար 4 միացիր, որ փոխենք Միասին, լսեմ մոտ
Հարգելի հետևորդներ, նրանք ովքեր նոր են միացել, ասեմ, որ մենք գտնվում ենք Էջմիածնում եւ Հարուզաշավի շրջանակներում հանդիպում ենք քաղաքացիների հետ։ Այս պահին 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակի նվիրված խաչքար կա եւ մենք ծանոթ ենք խոնարհելու մեր հերոսների համար եւ ուզում ենք որ մեսիջը հասնի բոլորին այդ ուղերձը, որ սրանք փոխանցեցին հենց իրենց իշխանության առաջին օրվանից, որ զոհերը հանուն ոչնչի են եղել։ Մենք չենք կիսում, իրենք են հանուն ոչնչի եկել իշխանության եւ ուզում են հանուն ոչնչի սարքել մեր պետությունը, ինչին մենք դեմ ենք բնականաբար։ Մեր քաղաքական գործունեությամբ ցույց ենք տալիս այդ ամենը, հիմա էլ մտել ենք պայքարի մեջ, որպեսզի մերժենք այս անաստվածներին, այս հակաքրիստոնեական շարժումը սարքածներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ձեր կարծիքով քաղաքի առաջնային կոմունիկացիան հետ կապված ինչ պետք է առաջինը պետք է մտածել երեխեքի մասին, հետո ծերերի մասին, նոր հետո անցնել մնացած ոչ մեկի ծրագրի մեջ չկա։ Նայեք, մենք առաջարկում ենք մանկապարտեզներ անվճար, դա առաջին հերթին կա։ Տենել ես այսինքն մեծ թաղամասա, չէ՞, իսկ ոչ մանկապարտեզ կա, ոչ երեխեքի խաղալիքներ, ոչ մի բան չկա։ Դա մնաց, էդ էլ չկա։ Գյուղը, այսի գյուղա դարել։ Հասմեծ ծրագրի ծանոթացել ենք, մենք կոմիտասի այգին սեփականացնել։
Նենը վերացնի։ Եկեղեցի խաղը հարաբերած երրորդ մասով Մանկապարտեզ պետք է լինի, մի հատ այգի լինի ստե։ Մեծ այգին է որ սեփականաշինությունից են քպայական բացականաշինություն։ Այստեղ պետք է էս ապօրինի ճանաչվի, վերացնեն, հա։ Ինչն է սեփականաշինություն։ Այս այգի։ Սետևի այս այգի։ Էսել է դեռ սեփական։ Էսել է։ Առաջին շրջանը Կոմիտեը հրապարակ է կոչել։ Եվ ինչ են անում։ Այս արտոնը այստեղ սարքել են արդեն պրամիշլենի զոնա։ Որտանային բան։ բացուրա բարձրություն։ Այստեղ արտադրություն կատարվում է։ Մետանի ցեղն է, այստեղ բայց այգին 2 հեկտար ազատ այգին ինչ են ուզում։ Ոչ իմ Սեփականաշնորհել է։ 99 տարով։ Ոչ իմ չկա։ Տարներն չկա։ Ասի Էշմիածնի համարյա երրորդ մասն է։ Իմանալով անդրանիկ չէ՞։ Անդրանիկ է վերջնա։ Երրորդ մասն է։ Երրորդ մասը համարունը կա, համել որ բաժանում է իրեք մասը, մի մասն է։ Ոչ մանկապարտեզ, ոչ այգի, Ոչ խաղահարապարակ։ ոչ խաղա, երեխեքը այսպես փողոցում են գնում։ Հնարավոր կա է որ սպակելով։ Ոչ մեկը չի մտածել։ Ոչ երեխեքի մասին, ոչ էլ ծերերի մասին։ Դավիթ Կարապետյանը մեր տեղացուներից։ Հիմա տեսնեք նահարգելն ինչ վիճակ է ալում, ո՞նց եք պայմանավորվել։ Ով կրվում է ինչ անում։ Հալոկը բոդիգա։ Բարդ։ Ակում մի դուրս ստացա։ Ոնց է ուստավին, հա։ Այն հա։ Շնորհես ասեցեք ինչ անում։ Очень нормально хапнул. Սակոն մեր ամենաթույլ աղացողն է։ Դեր էդի բան անեք։ Ուժերին բերեք, ուժերին բերեք։ Համել մեր տարաշի։ Տեսեք કે ամենաթույլ հաղացող։ Այդ հայտնի բանա չէ՞ որ նախապես Այդտեղ հասնել է շրջանից ոչ։ Որը մեկը ոչ չէ։ Ոչ չկա։ Հա, այդ։ Այդ դիքավարի մարշրուտ կենա։ Ես փոքրից եմ։ Ահա։ Համասը կապսոլներ։ Չէ։ Սեր, չէ։ Սերվայդուց է։ Բասես չէ դե սակո։ Այ վերապետա։ Սակո քեզ լուրջ դեմք ընդունել։ Մեր հետ հակալուցել եմ դրսանում։ Լավ զարերն են բերել։ Այն խոսած պայմանավորված զարեր է դարձել։ Լավ, քամբեք եղած։
Չէ, այդ այգներ Զույգ է։ Եկը գնա։ Ավետուց ենք պահանջում։ Հա, ճիշտ է։ Կոնկրետ ավական փոխնացում, ռեգլամանտի պահանջում։ Ահա։ Նա օին նալա։ Հա, օին։ Նկա։ Օին նկա։ Մասի չեմպիոնի կրի։ Դե նարդու միջում է մի քիչ առաջ։ Բայց ոչ այդպես է գալիս։ Այլ Հայաստանի կուսակցություն քրեատիվ համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վաղար շապատ սուրի դեչ միացի իմ այ Հայաստան Ոստան ես դում են դեպրության տապցի խոչրան նոր պայքարի մնայության Sing,
Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հերցինե Ուկրչյան, Կրեատիվ Կանալ 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան Հարգելի նահաշապատցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, Քվեաթերթիկ համար 4, նոյեմբերի 16-ին անպայման մասնակցեք ընտրություններին և ձեր քվեով մերժեք քաղաքացիական պայմանագրին ու քվեարկեք Մայր Հայաստանի օգտին։ Երեխեք եկեք իրար հետ ասեմ Մայր Հայաստան, դուք ասում եք համար 4, են որ գրացում պայմանավորեցի, всё, Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, համար 4, Կաղաքանակ, Անդրանիկ։ Ես ձեր խաղերն ա, թե դուք եկել եք։ Չէ, դες խաղալու տեղ ունեք, խաղա հարապարակ բան ունեք, բա որտեղ եք ուղղել խաղը։ Հա, ուրիշ տեղ չկա, դպրոցի հայերը չես կա։ Տեղել ենք, դեր չեն թողում, մենք են հերխանոսում։ Իսկ տեղ չկա, որ չկան խաղաց։ Դե ուրեմն պետք է մեծ համեք որը։ Վասենկա ոչ մեկինը չի։ Հա, հասկացա։ Ուրեմն պետք է տեղ ունենաք, որ խաղաք։ Ապրեք երեխա։ Հարգելի նահաշապատցիներ, նոյեմբերի 16-ին անպայման մասնակցեք ընտրություններին և ձեր քվեով սատարեք Մայր Հայաստանին։ Մենք օրվա տքրահարչակ իշխանության թիվ 1 դիմախոսն ենք։ Եթե ուզում եք դրական փոփոխություններ, ապա քվեարկեք համար 4-ի Մայր Հայաստանի օգտին։ Մեր կարգախոսն է, միացիր, որ փոխենքը։ Միացիր! 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 Մայր Հայաստան կուսակցություն Կրեատիվ Կանալ 4, միացիր, որ փոխենք։ Մեջ միացի Մայր Հայաստան Արաշապատ Ոստան ես դրում էր դպրության Դապսի կոչնավ Նոր պայքարի ողջայության Մայր Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հերցինե Ուկրչյան, Կրեատիվ Կանալ 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն Կրեատիվ Կանալ 4, միացիր, որ փոխենք։ Սերին վալաշապատ սուրի, էչ
Ոստանես դրում էր դեպրության, դարձի ոչնան, նոր պայքարի ողջայության։ Հարգելի ողջապահներ, ձեզ ողջունում եմ Այր Հայաստանը, մեր քվեաթերթիկը համար 4-ն է, միասնաբար մասնակցեք նոյեմբերի 16-ի ընտրություններին և մերժեք քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին և ձեր քվեն տվեք Մայր Հայաստանին, մենք համար 4-ն ենք, մենք այս իշխանության թիվ 1 ընդդիմախոսն ենք, մենք ունենք համայնքային զարգացման բարձրակարգ ծրագիր և պարտավորվում ենք ձեր քվեն ստանալու պարագայում դրանք ամբողջությամբ կյանքի կոչել։ Միասնաբար մենք կարող ենք հասնել հաջողության և դրական փոփոխությունների։ Ամբողջ Հայաստանը հետևելու է վաղաշաբաթում սպասվող ընտրություններին, որը դրական ազդակ կարող է փոխանցել ողջ հայությանը։ Որվա իշխանությունը Ադրբեջանի թելադրանքով հարձակվել է հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ, իսկ Նիկոլ Փաշինյանը սկսել է հակաքրիստոնեական շարժում, փորձելով դավանափոխ անել հայերին։ Այդ անաստվածների և սրբապիղծների քայլերին պետք է հակադրել միասնական ոճը քաղաքացիական պայմանագրին և միասնական այոն Մայր Հայաստան կուսակցությանը։ Մեր կարգախոսն է միացիր, որ փոխենքը, միացիր, 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 Մայր Հայաստան, համար 4, միացիր, Ժորժան, ողջունում ենք ձեզ, անպայման մասնակցեք ընտրությանը, նոյեմբերի 16-ին։ Ես գնալու եմ։ Երեխեք ձեր ծնողներին կասեք, թող անպայման մասնակցեն ընտրությանը, լավ, պայմանավորվեցին, չէ։ Հա, որ իրար հետ հետո հրապարակի հարց լուծենք, հուս հարցերը լուծենք, ուջուր երեխա կա տանը։ Մանկապարտեզը մամային ասեք, որ անվճար եք դարձնելու, որ իմանան։ Եղավ։ Всё, պայմանավորվեցինք, դեսա իրար հետ մի հատ հենց ասում եմ Մայր Հայաստանի չեք ասում։ Համար 4
Ահա, դեգնացիք պայմանավորվան, կտեղել եք համար 4 ասելու։ Մայր Հայաստան, համար 4, ապրեք, երեխեքին եկեք ծապ տանք, Ժողովուրդ ջան, մեզ ուղեկցում են, մեր ախրանանը, երեխեքը մեզ պաշտպանում են։ Հեծանիվը տալիս ես մի կրուգ է տղեկը կշեն, հա, թե չի տալի, ահա, մենք չէ, իրանք, մեր երկը դուրներ գալիս, հա երեխեք, դեսա միասնեք, լավ։ Քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ It's me, I see in my Հայաստան Շապատ, ոստան ես դրում էլ դպրության Դապսի կոչնավ, նոր պայքարի ողջայության Հարգելի վաղաշապատցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մեր քվեաթերթիկը համար 4-ն է, նոյեմբերի 16-ին անպայման մասնակցեք, ողջունում ենք ձեզ, անպայման մասնակցեք ընտրություններին և ձեր քվեով դրեք դրական փոփոխությունների հիմքերը։ Մայր Հայաստանը համար 4-ն է, մեր կարգախոսն է միացիր, որ փոխենքը։ Հայաստան ուսակցություն քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշապատ սուրի մեջ միացին իմ այ Հայաստան Վաղաշապատ ոստան ես դրում էլ դպրության Տապսի կոչնան նոր պայքարի ողջայության
Քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն Քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Հիմա Էջմիածնի երրորդ մաս շարունակում Մայր Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Կրուպսինե Մկրտչյան, Քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն Քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Սիրելի էջմիածնիներ, հարգելի երրորդ մասիներ, ինձ համար այս ձևակերպումը շատ հոգեհարազատ է, որովհետև Երևանում ես եմ երրորդ մասի եղել, ընթերցումներ, շատ հաճելի է ֆիքսելը, որ Էջմիածնում էլ այդպիսի թաղամաս կա, մենք կոչ ենք անում ձեզ մասնակցել ընտրություններին և քվեարկել Մայր Հայաստանի օգտին, որովհետև մենք և համայնքի զարգացման, ողջունենք ձեզ, բարև ձեզ, և համայնքի զարգացման և քաղաքական փոփոխությունների հասնելու ծրագրով ենք հանդես գալիս, մենք Մայր Հայաստանն ենք, մենք քվեաթերթիկ համար 4 ենք և բոլորին կոչ ենք անում միանալ, որպեսզի փոփոխություններ բերենք մեր համայնքում և ի վերջո նաև մեր հանրապետությունում։ Միացի՞ն, որ փոխենք, միացի՞ն, որ փոխենք, Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան։ Հարգելի քաղաքացիներ, սիրելի բաղաշապացիներ, ձեր քաղաքացիական գիտակցությունը և պատասխանատվությունը շատ կարևոր է։ Ձեր մասնակցությամբ կարող եք վերջ դնել քաղաքացիական պայմանագրին և սկիզբ դնել դրական փոփոխություններին։ Քվեարկեք համար 4-ի Մայր Հայաստանի օգտին և մենք պարտավորվում ենք տեր կանգնել ձեր քվեին, տեր կանգնել այն ծրագրերին, որը մենք ձեզ առաջարկում ենք։ Մայր Հայաստանը քաղաքական պատասխանատվություն է կրելու բոլոր այն ծրագրերի համար, որի քվեն մենք ակնկալում ենք, որ ձեզանից կստանանք։ Շատ կարևոր է, որպեսզի դուք բարձր մասնակցություն ցուցաբերեք ընտրություններին։ Իշխանությունը փորձելու է առավելագույնս կեղծել ընտրությունները և անխնա օգտագործել վարչական ռեսուրսը։
Միակ պատասխանը դրան, հիմնական գլխավոր պատասխանը բարձր ընտրական մասնակցությունն է։ Բարձր մասնակցության դեպքում սրանց ընտրակեղծիքների արդյունավետությունը բավական ցածր կլինի եւ մենք հնարավորություն կստանանք փոփոխություններ իրականացնել։ Եկեք թիմով միացեք ձեր ընկերներին։ Ամեն իրանց սովորացրեք ինչ պետք է անենք, որ Մայր Հայաստան ենք ասում, հետո ինչ եք ասում։ Հետո միասին, Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, համար 4, ապրեք երեխեք, ապրեք։ Մայր Հայաստան կուսակցություն քրեատիվ համար 4 միացիր որ փոխենք Սիրելի մահաշապատիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մեր քրեաթերթիկն է համար 4, մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին, որպեսզի մենք մեծ շատ ծրագրեր ունենք, մեր ծրագրերից մեկն է նաև, որ մակապարտեզները պետք է լինեն անվճար, միացեք մեզ, որ մենք կարողանանք այդ ամեն ինչը ստեղծենք, միացին, որ ստեղծենք, միացին, որ փոխենք։ Միացիր, որ փոխենք։ Սերին հավաշապատ սուրի էչ միացի իմ այ Հայաստան Շարշապատ ոստան ես դում է դպրության դապսի կոչնան նոր պայքարի կոչայության Եկել է շան
Մայր Հայաստանը ողջունում է ձեզ, բոլորին կոչ ենք անում անպայման մասնակցել համայնքի ընտրություններին եւ առավել ևս շեշտում ենք, որ սա սոս տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ չեն, մայրաթոռի վրա այս հարցակումները ձեզ համար նորություն չեն, դուք վաղուց գիտեք այդ մասին եւ մերժելով քաղաքացիական պայմանագրին, դուք մերժելու եք նաև այդ հարցակումները, ինչպես նաև այն արտաքին քաղաքական խայտառակ հովանավորությունը, որ վայելում են այս իշխանությունները։ Ուրեմն քիչ առաջ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները հայտարարել են, որ եկող տարվա գարնանը կայանալիք ինչ-որ եվրոպական միջոցառման մասնակցելու համար նրանք հրավիրել են Ալիևին ու Էրդողանին։ Ժողովուրդ ջան, առաջիկա պարլամենտական ընտրությունների ժամանակ քաղաքացիական պայմանագրի քարոզարշավը տանելու են Ալիևը ու Էրդողանը։ Ահա թե մենք ուր հասանք։ Այսա ոտները բացվելու է, Ալիևն եկավ, դրանից հետո այս վայ իշխանությունները կարող է թույլ տան նաև որպեսզի ռեալ օրակարգ դառնա ադրբեջանցիների վերադարձը Երևան։ Ալիևը որ եկավ, նրանց հետևից դրանք էլ կարող են։ Հիմա դուք հետևություններ արեք։ Այսօր Ալիևն ու Էրդողանն են գալի, վաղը մյուս օրը ավելի մեծ թվով ադրբեջանցիներ են գալի։ Որ ասում են թուրքահապատակ, որ ասում են թրքահաճո, որ ասում են թրքամետ դեղանում են։ Այդ է ձեր իրական պատկերը։ Հարգելի վաղաշապատցիներ, ձայն տալով քաղաքացիական պայմանագրի դուք դրանով Երևան եք հրավիրելու Ալիևին ու Էրդողանին։ Իշխանությունները արդեն իսկ հրավիրել են եւ աստված մի արասի, թե նրանք այդ հրավերը ընդունեն, դուք ձեր տանը կդառնաք տանվոր։ Դուք ձեր տանը կդառնաք տանվոր եւ ստիպված կլինեք տեսնել, թե ինչպես են աղ ու հացով դիմավորում հազարավոր հայրենիքների դահիճ Ալիևին Երևանում։ Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ քաղաքացիական պայմանագրի կոչվող այդ ավանտյուրիստների, այդ ազգադավների, այդ հայրենիքը ծախողների մասին։ Սիրելի աղարշապատցիներ, ընտրությունը ձերն է։ Ինչպես Վանաձորում, ինչպես Գյումրիում, ինչպես Ալավերդիում, ինչպես Փարաքարում, ինչպես Բերդում, հերթը ձերն է։ Դե դուք եք թարս ապտակ հասցնում քաղաքացիական պայմանագրին, որ տեղներն ու չափերը ճանաչեն եւ Էրդողաններն ու Ալիևներն չհրավիրեն Հայաստան։ Սա ուղղակի խայտառակություն է եւ արդեն մեր խոսքերի կարիքը չկա։ Որ բայ դուք կտեսնեք, որ Ալիևն ու Էրդողանը Նիկոլի հրավերով եկել են այստեղ, դա կնշանակի եկել են քարոզեն, որ դուք Նիկոլին ընտրեք, որ դուք քաղաքացիական պայմանագրին ընտրեք։ Քանի բարը դրան չի հասել, առաջին հերթին բոլորը միասին ներվում են Վաղարշապատյա փուչուր քպերական տեխնացուի իր կալիբրով եւ դրանից հետո արդեն քաղաքական օրակարգի թիվ է խնդիրը դառնալու ուղղակի դուրս վռնդել այս խայտառակ խունտային։ Ուրեմն միացին Մարդ փոխեք։ Միացին Մարդ փոխեք։ Միացին Մարդ փոխեք։ Մայր Հայաստան Համար 4 Համար 4 Մայր Հայաստան կուսակցություն քրեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Կոստանես դում էր դպրության, դապցի կոշնար, նոր պայքարի ողջայության,
Քայլերթը Էջմիածնի երրորդ մաս խաղամասում բնականաբար ամենօրյա ռեժիմով շարունակելու ենք այդ քարոզչական աշխատանքը այս պահին արդեն ավարտենք մեր եթերը եւ վաղվա համար արդեն լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք շնորհակալություն